Ողջույն սիրելի դիտողներ, ողջույն հայ կալիքի հարգելի բաժանորդներ, այսօր տեսանյութը կլինի անշարժ գույքի վերաբերյալ վիճակին, ինչ է տիրում շուկայում և շատ բաժանորդներ գրում են, որ վաղուց չենք անդրադարձել այս թեմային ու պահանջված է կարծում եմ վերլուծել ու բացատրել ինչ վիճակ է տիրում անշարժ գույքի շուկայում։ Անշարժ գույքի շուկայում Երևանում և Երևանամերձ բնակավայրերում գնաճ չի դիտվել վերջի 2-3 ամիսներին, աշնան այս ամիսներին, ակտիվացում կարծես չկա առանձնապես, ամառը դե ավելի դանդաղած էր և ոմանք բացատրում էին դա ամառվա փաստով, բայց աշնանը կտրուկ ակտիվացում տեղի չունեցավ, ինչը սպասելի էր և ես այդ մասին խոսել էի, իսկ գնաճ ևս տեղի չունեցավ, շարունակվում է աստիճանաբար գնի իջեցումը, նամանավանդ երկրորդական շուկայում և այն փոքր առանձնատների շուկայում միջին արժեքով, որ կառուցվել էին Երևանամերձ հատվածներում, դա դեպի Աշտարակի խճուղի ճանապարհն է, դեպի Եղվարդ քաղաք, մի խոսքով Երևանամերձ հատվածներում, որտեղ փոքր առանձնատներ էին կառուցվել կամ թաունհաուսի տիպի տներ և փոքր հողակտորներով վաճառքը բավականին բարձր գնով էին առաջարկվում, զգալի զեղչեր են եղել, 200,000-ով առաջարկում էին առանձնատները, արդեն իջեցրել են 160-140,000 մինչև ես կտեղադրեմ սքրինները այդ հայտարարությունների, որ համոզվեք ինչ զեղչեր են տեղի ունեցել։ Սկզբից և այդ գները բավականին ուռճացված ու բարձր էր կառուցապատողների կողմից, անհատ թե ավելի մեծ կառուցապատողների կողմից նկատի ունեմ և հասկացվեց, որ պահանջարկ չկա այդ արհեստական բարձր գնով վաճառքի և գնիչեցում է տեղի ունեցել, շարունակվելու է գնիչեցումը այս սեգմենտում շուկայի, քանի որ $120,000-130,000-ից ավելի արժողությամբ անշարժ գույքի վարկավորումը բավականին ամսավճարներով ինքը մեծ արժեք է կազմում և դժվար է հեշտ վաճառել ու գնորդներին էլ դժվար է այդպիսի վարկեր մի խոսքով ամսական վճարներ